Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում հաճելի տրամադրություն։ Արդեն սկսված է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ 17-ն է հունիսի օրը չորեքշաբթի։ Շաբաթը կիսվեց։ Հունիսն ավարտին է մոտենում, բան չմնաց, ընդամենը 23 օր եւ ամռան առաջին ամսվան հրաժեշտ կտանք, այդպես էլ չզգալով ամառային թեր տակ տոտ շունչը։ Հաջող աշխատանքային օր ենք ուզում մաղթել բոլորին, ովքեր արդեն արթնացել են եւ մեկ գավաթ սուրճը ըստ ավանդույթի ըմբում են մեզ հետ, բարի ըմբում, մնացեք մեզ հետ մինչեւ ժամը 11-ը։ Քիչած կպատմենք, թե այսօր ինչպես գործի հասանք։ Այո, քիչած նաեւ կպատմենք դրա մասին եւ նաեւ կպատմենք, թե ինչ իրավիճակ է առհասարակ Երևանում, մայրաքաղաքում ու Հայաստանում ավտոճանապարհները։ Կամուրջը փակեք Երևան, կամուրջը փակ է, այնպես որ այդ կողմի գնացեք։ Բարի լույս բոլորին, միացեք մեզ։ Սուտետունը սարանցյարի, հոգիս դատարկ ու խավար, ախ իմ յարը չկա կողքի սիրտս կուլա հարանցյար։ Մի թող աչքս ճամպի ծառի, մի թող աչքս ջուր դառնա, իմ դարմանը քո աչքերն են, քո աչքերն ինձ տեղ ու ջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջար, սեր եմ գտել կաղքի միջին թաղլան յար սիրունյար ջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջար, սեր եմ գտել կաղքի միջին թաղլան յար սիրունյար ջար։ Գնամ սիրտս բանա, դարդս պատմեմ անցվորին, թող որ լուրը հասնի յարիս յարս հերվից հագալիս։ Արար աշխարհման են եկել, չկա կեսպես աննման, մեկ կատիկ ես տղոնց միջին սիրտս նա վեր կես կտա, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջար, սեր եմ գտել կաղքի միջին թաղլան յար սիրունյար ջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջար, սեր եմ գտել կաղքի միջին թաղլան յար սիրունյար ջար։ Սուրճ ու սեր առավոտից։
Կրկին ասում ենք բարի լույս, 9:35, հունիսի 17-ն է, օրը չորեքշաբթի եւ մինչ ամսվա ավարտը մնացել է ընդամենը 13 օր։ 13 Թվերը մեր սպեսիվալ Մեր բարեկամներն են։ տեղն են, այնպես որ կարող եք ինչ-որ բան նաև խառնել։ Գուցե Ինչու եւ։ ոչ։ Բայց մենք աշխատում ենք, ստուգում ենք։ Որովհետեւ սուրճը ամբողջությամբ չենք խմել։ Այո, այո։ Ամբողջ խնդիրը կարծում եմ դրանում է։ Ինչև է հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս բոլորիդ եւ իհարկե առաջարկում ենք մոտակա ժամուկեսը մնալ մեզ հետ, գուցե կարող եք նաեւ ինչու ոչ հարմարավետ տես ամբողջ մտքերս խառնեցի հաճելի օգտակարի հետ։ Սա երկրորդն է բախնել ենք եթերում լինելու։ Չէ, բայց դրանից առաջ ուր էինք, ասա։ Մենք դրանից առաջ գտնվում էինք Մեղրիում ճանապարհներ հաղթարեցինք։ Իրականում մի բան կարող եմ հստակ ասել, որ օրգանիզմի համար բավականին ստրեսային է, երբ նա թեթև ամառային շրջանից հայտնվում է թեժ ամառային շրջան, հաջորդ օրը միանգամից հայտնվում է աշուն։ Եվ երկու օր վրա համեր, հասկանում ես։ Այո, եւ ըստ երևույթին նաեւ դրանով է պայմանավորված։ Բայց մենք չենք բողոքում, սիրով ենք դառնում, ուրփաթել ուղևորվում ենք Բերդ, այնպես որ ողջունում ենք մեր ռադիոլսողներին, հանդիպելու ենք այնտեղ։ Այո, եւ ջերմ ողջունում ենք նաեւ այն ռադիոլսողներին, ովքեր on-line հարթակում մեզ արդեն հասցրել են գրել, դե բնականաբար մեր մշտական թղթակիցը Գյումրիից Էդիկ Բաբուջյանը մեզ սուրճ է ուղարկել ծաղիկներ ու նույնիսկ պաղպաղակ։ Արամ Մկրտչյանն ասում է բարի լույս շատ սիրելիներ ջան, ձեզ շատ եմ սիրում, ձեզ լավ որ դե հիմա սպասում ենք ասեք, ոնց հասակ աշխատանքի խցանուներ կային թե ոչ։ Արամ Մկրտչյանն նաև մեզ քաղցրավենիք է ուղարկում սուրճ, շնորհակալություն։ Արտակ Մխիթարյանը ողջունում է բոլորին։ Ասելու ենք շատ հանգիստ ենք։ Նորությունից, ճանապարհից, Երևանյան ճանապարհներից այսօր սկսենք ոչ թե եղանակից։ Քանի որ մենք երեք մեր ռադիոլսողներին խորհուրդ տվեցինք, որ ժամանակին նախատեսված ժամանակից էլ շուտ դուրս գան այսօր տանից, որպեսզի խնդիր չառաջանա, որովհետև դա առաջին օրն է եւ պետք է հասկանալ ինչ ոնց երբ։ Մենք այդպես էլ արեցինք, ես ժամանակից շուտ հասա Տիգրանի մոտ։ 8:15-ից ընկանք ճանապարհ։ Հալաբյանից դեպի ռադիոտուն։ Ինչպիսին էր մեր ճանապարհը։ Որոշեցինք, ասենք որ տեսանք պարեկների Հալաբյանի վրա։ Այո, իմիջիալոց Հալաբյանը երբեք այդքան խաղաղ եւ հանգիստ չէր եղել։ Դատարկ էր համարյա։ Պարեկները Խաչմերուկին էին եւ ուղղորդում էին դեպի Հրազդանի ձոր տանող ճանապարհ։ Շնորհակալ ենք պարեկներին աշխատանքի համար։ Լավ աշխատում էին։ Կարելի ասել Հրազդանի ձորի ճանապարհը 80%-ով անցանելի էր։ Դանդաղ, բայց գնում էինք, կանգնած չէինք։ Դա 8:20-ի կողմերն էր։ Երբ հասանք Ուրուգվայի հրապարակ եւ արդեն պետք է դուրս գանք դեպի Պրոշյան, այնտեղի լուսացույցը համը հանեց, ինչպես ասում են, այն շատ կարճ է, մի քանի վայրկյան են համարվում։ Դիմեք ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի այդտեղ որոշակի փոփոխություններ իրականացվի։ Գոնե այս 2 ամիսը։ 2 վայրկյան Չէ, 2 մեքենա է անցնում Խաչմերուկը։ 2 մեքենա, ահա։ Եվ այդտեղից էլ այդ լուսացույցի պատճառով էլ խցանում է առաջանում։ Այո, այդտեղ խցանում եղավ փոքր, բայց մենք որոշեցինք ինչ անել։ Մենք որոշեցինք գնալ միակողմանի փողոցներով, որոնք որպես կանոն այդքան էլ գեր ծանրաբեռնված։ Պրոշյանից շենքերի արանքով եկանք հասանք դեպի Սարյան, եւ Սարյանից ուղիղ Մոսկովյան Խանջան եւ իհարկե ռադիոտուն։ Ահա տարբերակ, ինչպես կարող եք գալ A կետից B կետ։ 8:15-ից դուրս եկանք եւ ժամը 9:05 պակաս արդեն ռադիոտանն էինք։ Չկար, մենք ռադիոտանն էինք, գերազանցիկի պես։ Բայց ասեմ, որ եթե 8:15-ին 3 բալ էր խցանում այն նիշը, հետո դարձավ 5, հետո դարձավ 5, հետո 7։ Արի հիմա հասկանանք ինչքան է։ Հիմա ասեմ։ Հիմա փորձենք հասկանալ, թե խցանումները մայրաքաղաքում որքան են։ Իդեպ, եթե դուք ապրում եք մարզերում եւ գերծարաբեռնված են ձեր փողոցները, եւս կարող եք մեզ գրել։ Հիմա 7 բալ է խցանումային նիշը։ Բավականին շատ է հաշվի առնելով, որ ուսանողներն ու աշակերտները արձակուրդում են։ Ամենակարևորը ոնց որ թե վթար չէ։ Կա։ Ուզում եի ասեի չունենք, իհարկե ունենք բնականաբար։ Դե հա, ոնց կարող էր չլինել։ Հիմա ես կասեմ, թե որ փողոցի վրա է, Իսակովի փողոցը բնականաբար։ Իսակովի պողոտան միշտ խցանման առումով մշտական ունի։ Վթարն էլ անպատասխան։ Եվ երեք տեսա քաղաքապետը հայտարարել էր, որ եթե վթար է տեղի ունենում X ժամանակահատվածում, նրանք պետք է արագ հեռացնեն։ 15 րոպե անց պետք է մեքենաները հեռացնեն։ Ինձ մոտ ուրիշ հարց առաջացավ, չէ՞ որ մեքենաները սպասում են ԱՊԱ-ի աշխատակիցներին։ Այդ հարցը։ Բա որ ԱՊԱ-ի աշխատակիցները 15 րոպեի ընթացքում չհասցնեն հայտնվել դեպքի վայր։ Գուցե որ ինքը կարդանք եւ այնտեղ լինեն այո, մենք կփնտրենք անպայման եւ ձեզ կտեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ։ Մի խոսք
խոսքով շուտ դուրս եկեք տանից մեր խորհուրդը ձեզ, որպեսզի չհայտնվեք ն արդեն իրավիճակում, բայց մենք այսօր կարելի ասել Շատ լավ եկել եք։ լավ եկանք, հասանք։ Իմիջայլոց Հրազդանի կիրճում միշտ զով է ու օդը մաքուր է, մենք վայելելով ենք եկել իրականում, կտրվել ենք այդ ծանր օդից Մի Երևանում։ խորհուրդ էլ վարորդներին, Այո։ եթե կանգնած եք կարմիր լույսի տակ եւ կանաչը երբ արդեն վառվում է, խնդրում եմ քշեք եւ մի սպասեք, որպեսզի ետևից ազդանշան տան եւ դուք Դա դժվարությամբ նշանակում է, տեղից որ դուք շարժվեք։ հեռախոսից պիտի Այո, դուրս դուրս գաք, եկեք։ չմտնեք։ Վարելու ընթացքում ընդհանրապես կարող եք մոռանալ գոնե այդ ժամանակահատվածում ինտերնետում պատտվելու մասին։ Մանավանդ լուսացույցը շատ կարճ է, պահում, խնդրում Այո, արագ տեղից այո։ շարժվեք։ Առհասարակ Այո։ Երևանյան խցանումները իրականում դարձել են անտանելի եւ գրեթե չկա ժամանակահատված օրվա որևէ ժամ, որ լինի թեթև։ Հիմնականում միշտ ծանր իրավիճակ է երթևեկության տեսանկյունից եւ դա բարդացնում է նաեւ ակետից բեկետ Արի գնալը։ խնդրենք ռադիոլսող վարորդներին մեզ որպեսզի նաև Դավթաշենի կամրջի հատվածից Այո։ գրեն, տեսնենք այնտեղ ինչպես իրավիճակ է։ Մենք փորձարկեցինք այսօր Հրազդանի մենք ժամանակից շուտ ենք Ձորի կիրճը, գնացել, այո, այո։ ժամ 8:15-ից ենք Գրեք դուրս եկել։ խնդրում ենք Դավթաշենի կամրջում ինչ իրավիճակ է, հատկապես որ մինչ այդ էլ միշտ կերծարաբեռնված է եղել այդ կամրջը։ Հետաքրքիր է հիմա Հիմա ինչ է ինձ թվում է կատարվում։ ավելի ծանր է լինել։ Կիևյան կամուրջը փակ է, օր առաջին մենք ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք։ Դե Բայց իսկ հիմա իրականում ես շատ ուրախ եմ, որ նորոգման աշխատանքները այո, են իհարկե սկսվել, ժամանակն է, պետք է շուտ սկսեին։ որովհետև մեքենաները ջարդուփշուր էին լինում այդ կամրջով երթևեկելու ընթացքում։ Կունենանք լավ կամուրջ։ Հուսանք, այո։ Եղանակի մասին բնականաբար 23 աստիճան այս պահին Երևանում հանրապետության տարածքում մեզ խոստանում են, որ գիշերը, չէ, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Կրկին անձրև։ Ես արդեն նյարդայնանում եմ անձրև բառից։ Իմը տպավորությունում ենք Լոնդոնում ենք ապրում, գիտես։ Կեսօրից հետո Կապ խոստանում են։ չունի որ ժամանակահատվածում։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ֆանֆարներ են այստեղ։ Այսպիսին է իրավիճակը, նորից գանք դեպի ճանապարհներ։ Գանք ճանապարհներ, այս անգամ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներն ենք դիտարկելու, ասենք որ գրեթե ասելու բան չկա, որովհետև դրանք անցանելի են, ասում ենք ուրա, ուրա, ուրա։ Ստեփանցմինդալարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հուսանք հերթեր չկան։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է, բարեհաջող է, իդեպ ասենք, որ Հայաստանի ավտոճանապարհները բավականին լավն են։ Տեղափոխվենք նաև օդային տարածք, օդային տարածքում դիտարկում ենք վայրեջքների սանդղակը դիտելով, տեսնում ենք, որ ունենք 2 ուշացում եւ 4 վաղաժամ։ Շարմ էլ Շեյխի Չվերթը ժամը 10-ի փոխարեն 9:39 է վայրեջք կատարելու Հայաստան, դա վաղաժամ է վայրեջքը։ Միլանի Չվերթը 10:25-ի փոխարեն վայրեջք է կատարել 10:47-ին ուշացում։ Սոչիի Չվերթը եւս ուշացմամբ կժամանի Հայաստան ժամը 11-ի փոխարեն 13:45-ին։ Ունենք եւս մեկ վաղաժամ Դուբայի Չվերթը 11:25-ի փոխարեն 10:53-ին է վայրեջք կատարելու երկու Չվերթները, երկուսն էլ նույն ժամանակացույցն ունեն 11:25-ի փոխարեն 10:53-ին կժամանեն Հայաստան։ Եվ Հռոմի Չվերթը 12:10-ի փոխարեն Հայաստան կժամանի 11:53-ին։ Գնանք մեկնումների դաշտ, տեսնենք այստեղ իրավիճակը ինչպեսին է։ Չէ, ունենք մեկ ուշացում, Սոչի 2, նույնիսկ 2 ուշացում։ Սուրգուտից կմեկնի օթանավը 9:50-ի փոխարեն 14:45-ին։ Բայց կապ հաստատեք ավիաընկերության հետ եւ փորձեք հասկանալ թե որ ժամին պետք է լինեք օթանավը։ Չէ, դուք պետք է ժամանակին լինեք, այն ժամը որ գրված է ձեր տոմսի վրա։ Բայց պատկերացնես խեղճ մարդկանց վիճակը 9:50-ից սպասելու են մինչեւ 14:45, դե հիմա այդպես է, գիտեք։ Սոչի Չվերթը 11:55-ի փոխարեն թռիչքն իրականացնելու է 14:45-ին։ Երկու ուշացում ունենք, այո։ Երկու ուշացում, այո։ Այսպեսին է իրավիճակը օդային տարածքում, գանք տարադրամի շուկա եւ տեսնենք կենտրոնական բանկը ինչ փոխարժեքներ է սահմանել։ Ամերիկյան $1 փոխարժեքը 368 դրամ է, 1 եվրոն 427, ռուսական ռուբլին 5.7 դրամ է, վրացական լարին 138 դրամ, դիրհամը 100 դրամ է եւ իրանական ռիալը 0.026 դրամ է։ Սա էլ իմացանք, Արմինե Հովսեփյանն օնլայն հարթակում գրում է բարի ամառային օր բոլորի սրտիկներ է ուղարկել ողջույն, խնդրում ենք հարգելի ռադիոլսողներ մարզերում ասեք ինչ իրավիճակ է, եղանակը բարեհաջող է թե ոչ, արդյոք քաղաքներում նկատի ունեմ խցանումներ կան, նկատվում են թե ոչ, օրինակ Գյումրիում կամ Վանաձորում կամ Կապանում ինչու ոչ։ Բայց առավելապես թող գրեն հիմա Դավթաշենում գտնվող վարորդները կամուրջի մոտ ինչ իրավիճակ է, արդյոք այն գերխցանված է թե ոչ։ Դավթաշենում այո, տեսնենք, արդյոք հնարավոր է
Դավթաշենի կամուրջը անցնել Այո, ընդհանրապես։ հաղթահարել։ Մենք շարժում ենք առաջ 9:45, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ When I call your name, you be on your way. You be on your knees, praying for my love. When you call my name, and I let you play. Oh baby, please, come call my bluff. 'Cause I don't need no alibis. You fall each and every time. Hand me your heart on a plate, and I still hear you say, baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Telling all your friends that you had enough. Then you circle back like you never left. Say you're hard to tease, but you fall so easy. Say you're out the door, then you're back for more. Hand me your heart on a plate, and I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? Won't you stay? Oh, under the covers, baby, won't you stay? Cut the wire and let it burn. Every story's a lesson learned. Shut your mind off and enjoy the game. And I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for this pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? won't you Stay? Oh, under the covers, baby, won't you stay? The station with the best music. Best music. I love the music. Լավագույն հիթերը միայն մեր եթերում, միայն ձեզ համար սելյուն կնդիրներ։ Այո, հաճելի տրամադրություն ենք մաղթում ձեզ, նույնիսկ եթե դուք հայտնվել եք խցանման մեջ, անելանելի վիճակում, հոգ չէ։ Իդեպ մենք նոր նայում էինք ճանապարհային քարտեզը եւ Տիգրանը բացահայտեց, որ Հրազդանի կիրճը վիճակում է։ Ոսոր կարմիրով է ներկված, նույնը նաև կարելի ասել Պարոնյան փողոցի մասին երկկողմանի։ Մենք սպասում ենք Դավթաշենից ձեր լուրերին։ Ահա, բայց մենք ձեռքի տակ այս պայն մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքից պեղեցինք մեկ լուր երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում։ Խնդրում եմ ուշադրություն։ Այո, Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանավորված հունիսի 17-ին կամրջի հարակից ճանապարհահատվածներում կատարվելու է երթևեկության ժամանակավոր փոփոխություն, հիմնականում Հալաբյան եւ Քրքորյան փողոցների խաչմերուկում։ Դա նախկին Լենինգրադյան փողոցն է։ Այո, Հալաբյան փողոցով երթևեկելիս նշված խաչմերուկում առաջին, երկրորդ եւ երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից ուղիղ եւ հետադարձ, իսկ Քրքորյան փողոցի կողմից առաջին երթևեկելու գոտուց աջ եւ ձախ շրջադարձ, երկրորդ եւ երրորդ գոտիներից դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց միայն հետադարձ։ Խնդրեմ ուշադիր եղեք ճանապարհային նշաններին, որտեղ կփոխվեն բնականաբար։ Նշված խաչմերուկում մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն։ Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն, համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը։
Հետաքրքիր է, Օրբելի եւ Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով։ Իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից ուղիղ եւ ցախ ուղություններով։ Հիմա հարց, ես վարորդ չեմ, փորձում էի պատկերացնել, գիտեմ այդ գծերը եւ այլն, բայց այդուհանդերձ մինչեւ Դե պետք է լինել ուշադիր։ ճանապարհին չհայտնվես, ինձ թվում է հստակ չես կարողանա հասկանալ ինչ է, Բայց բայց որ սա կան կարևոր փոփոխությունները եւ կարևոր խնդրում եղեք ուշադիր Կիևյան, Օրբելի, Հալաբյան փողոցների եւ նաեւ Քրքորյան փողոցների վարորդներ։ Եվ ուշադրություն դարձրեք, որովհետեւ դրանով է պայմանավորված նաեւ որպեսզի խախտումներ չունենաք, եւ եթե հստակ իմանաք այդ փոփոխությունները, գուցե խցանումներն էլ ավելի քիչ լինեն։ Իդեպ մենք ունենք ջերմ ողջույն Մարտունից, Մարգար Մարգարյանն ասում է Արևային բարևներ Մարտունից, մենք գալու ենք Մարտունի Գալու ենք ձեզ մոտ, այո, բարևներ։ Մենք գալու ենք։ Լևեն Մինասյանը ասում է բարի վերադարձ Մայմհեխում, ինչպես միշտ անձրև ու մառախուղ է, իսկ Մայրուղին էլ խցանված չէ, փոսերն այնքան են, որ նույնիսկ քայլել չի լինում։ Այդ որտեղ։ Մայմեխում։ Չգիտեմ դա որտեղ է։ Դե այդպես է գրված կներեք, բայց անծանոթ է։ Պետքա փորձենք Պետք է հասկանալ դա գտնել։ որտեղ է, այո։ Բայց Գրեք արի մեզ։ նաև հասցնենք ներկայացնել օրվա օրացույցը 17 հունիսի լավ։ օրը չորեքշաբթի, այսօր նշվում է անապատացման եւ երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Եվ մենք կարող ենք ասել, որ այնպես է ստացվել եղանակային փոփոխություններն այնքան են շատացել, որ կլիմայի փոփոխություններ են տեղի ունենում եւ գլոբալ տաքացումը իր ծանր հետևանքներն է ունենում։ Բոլոր նրանք, ովքեր գլոբալ տաքացում բառից, այսպես ասած, խափնվում են, տեղեկացնենք, որ գլոբալ տաքացում տերմինը ամենևին էլ չի նշանակում զուտ տաքացում, այլ բնության ընդհանուր փոփոխություն եւ գուցե սառի, երաշտ լինի եւ այլն։ Այսօր նաև աղբահավաքի համաշխարհային օրն է։ Գնանք ազգային օրացույց, տեսնենք Արդեն ինչ հետաքրքիր տոներ կան։ Նահանգներում նշում են բանկեր հիլի օրը։ Էլի ինչ Միացյալ Նահանգներում օրացույց առանց ուտեստների, բանջարեղեն ուտելու ազգային օրն է այսօր, խնձորով շտրուդելի օրը։ Իդեպ սիրում եմ շատ, այս վերջերս սկսել եմ ավելի շատ սիրել խնձորով Հաջորդ տոնը շտրուդել։ շատ հետաքրքիր է։ Ոյ հո։ Կատվի հետ աշխատանքի գնալու ազգային օր են նշում ամերիկացիները այսօր։ Բա բերեի։ Պատկերացնում ես Արմինե Գևորգյանի վիճակը, երբ մտներ ստուդիա եւ տեսներ, Տեսներ որ մեզ կատուն է հետ ողջունում խոսափողի մոտ։ դա սարսափում է հապակուցային կողմը Էլի կա բալով կարկանդակի ազգային օր։ Իդեպ Միացյալ Նահանգներում նաև նշում են Ստյուարտ Գարեջրի ազգային օրը։ Գվատեմալայում նշում են հայրիկի օրը, Իսլանդիայում ազգային օրը, Լատվիայում օկուպացիայի օրն նշում։ Հունաստանում Սիրահարների օրն են նշում։ Գնանք Ռուսաստան Մուսային հրապուրելու օրն նշում ռուսները Ոյ, այսօր։ Մուսային պիտի Հրապուրել։ հրապուրեն, որ Մուսան գա։ Ռումինիայում նշում են ազգային ավիացիայի օրը եւ Սալվադորում եւս նշում են հայրիկի օրը։ Դե եկեք հայրիկներին շնորհավորենք հիմա, ինչ վատ կլինի։ Անդրադառնանք իրադարձություններին։ Այո, գնացինք։ Սկսենք կինոաշխարհից 2008 թվականն ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմեր ըստ 10 ժանրերի վարկանիշային ցանկը։ 1992 թվականի այսօրը ստեղծվել են Հայաստանի զինված ուժերի ռազմաավիացիոն զորքերը։ Ֆոտոսիրարների համար այս լուրը 1970 թվականի այսօրը Էդվին Լենդը արտոնագրեց Polaroid տեսախցիկը։ Հիշում ես, որ այսպես դզ ու նկարը դուրս էր գալիս։ Այո, ոնց չեմ հիշում, դա հեքիաթի ու հրաշքի նման մի բան էր։ Իդեպ տեղեկացնենք, որ 1969 թվականի այսօրը հաղթելով Տիգրան Պետրոսյանին շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն է դառնում Բորիս Սպասկին։ Չինաստանում կատարվեց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը, դա եղել է 1967 թվականին այսօրը։ Իսկ 1950 թվականի այսօրը Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուերը 45 րոպեում, պատկերացնում եք, որքան կարճ ժամանակահատվածում կատարել է երիկամի տեղադրման առաջին վիրահատությունը։ Գնանք առաջ, փորձենք հասկանալ էլ ինչ Այսօրը 1935-ին հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին։ Մեր սիրելի այգիներից մեկն է իրականում եւ բնություն, որտեղ կա 1885 թվականի այսօրը ֆրանսիական Իզեր նավով ազատության արձանը բերվել է Նյու Յորք։ Ֆրանսիայից են բերել, այո, այո։ Դու գիտեի, որ դա ֆրանսիացիների նվերն է Չէ, նահանգներում։ չգիտեի։
Ահա, հիմնադրվել է Պետերբուրգի ազգային Էրմիտաժ այսօր 1765 թվականին։ Շրջել ես Էրմիտաժով։ Իհարկե։ Ուղղակի շատ մեծ է եւ ամբողջությամբ գրեթե Դե բնական, հնարավոր չի։ այո, հրաշալի Այո։ թանգարան։ Տեսնենք հայտնի մարդկանցից, ովքեր են ծնվել տարիներ առաջ Դե այսօր։ քանի որ ֆուտբոլի առաջնություն է գնում, մենք չենք կարող չմոռանալ նաեւ ֆուտբոլիստներին, հենց այդպես էլ կսկսենք։ 1990 թվականի այսօրն է ծնվել անգլիացի ֆուտբոլիստ կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ Այսօրն է ծնվել շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, նրա ծննդյան տարեթիվն է 1929 թվականը։ Նաեւ ֆուտբոլիստ կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանն է ծնվել 1980 թվականի այսօրը։ Եվ 1939 թվականի այսօրն է ծնվել լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, գիտեք հայտնի ֆիլմեր ունի բազմաթիվ։ Գնանք երաժշտական աշխարհ, ռուս դաշնակահար, դիրիժոր, երգահան Իգոր Ստրավինսկիի ծննդյան օրն է այսօր, նրա ծննդյան տարեթիվն է 1882-ը։ Հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից Քեթևան Արամյանն է ծնվել 1846 թվականի այսօրը։ Այսօրն է ծնվել ֆրանսիացի երգահան Շարլ Գունոն, նրա ծննդյան տարեթիվն է 1818-ը։ Եվ ոնց որ Երևի թե այսքանը։ Այո։ Մինչ մենք օրացույցն ենք ներկայացնում, մեզ միացավ ռադիոլուրի մեր գործընկեր Արմինե Գևորգյանը, բարի լույս Արմինե։ Արմինեն եւս մեզ հետ մարտնչում էր Սյունիքում եւ պատրաստում ռեպորտաժներ։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի դուք ոնց Ետ եք։ վերադարձել ես հոգեպես եւ ֆիզիկապես։ Հոգեպես չէ, բայց ֆիզիկապես այո։ Դեռ հոգով այնտեղ Հա, ես, դեռ հոգով լուրջ։ այնտեղ եմ։ Իդեպ Սյունիքի մասին պատրաստած մեծ ռեպորտաժը արդեն մեր Շատ լավ, կայքում է Արմինեի, կարող եք շնորհակալ եմ։ մտնել եւ տեսնել մեր երկու համերգների մասին, Մեղրի եւ Սիսիան կատարած այցերի մասին պատմող մեծ հրաշալի ռեպորտաժը։ հանդիսատես, առաջիկայում էլի մեզ սպասվում են հետաքրքիր օրեր եւ շարունակելով ձեր թեման, ծննդյան օրերը ով է ծնվել այսօր, Այո։ գանք լրագրության ասպարես։ Այո։ Այսօր մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանի Ո, ծննդյան օրն շնորհակալ է։ Շնորհավորում ենք, շնորհավորում ենք։ Շնորհավորել իմ գործընկերոջը, ամենակարևորը մաղթել նրան առողջություն եւ նա միայն հաղորդի լավ դրական Եվ լուրեր։ միշտ ունենա այդպիսի շքեղ տեսք։ Այո, Սա ինչպես ես Այո։ շատ կարևոր Բայց է։ մի քիչ թող շուտ միանա մեզ, որտեղ մենք նրան կարոտում ենք։ Այո, Իմիջայլոց on-line հարթակում, երբ հարցնում էինք Մայմեխը որտեղ է, Ահա։ Լևեն Մինասյանն ասում է Մալմեխը, հա, փաստորեն տառեր սխալ Տառն գրել էր դրա համար, սխալ, այո։ ահա։ Մալմեխը սարը 3016 բարձրությամբ Վանաձորից դեպի հարավ, Ահա, տեսնում ես։ Հանքավանից 16 կիլոմետր դեպի հյուսիս։ Շնորհակալ ենք տեղեկության համար, դե Մալ- ամեն ինչ չէ որ մենք գիտենք Մալմեխ, բնականաբար։ Դա Մալմեր։ ինչա, ներողություն, եթե կարող ենք Եվս չիմանալ։ մեկ անգամ ձեզ համար Դե խնդրեմ։ ասում եմ Մալմեխը սար է։ Հա, սար է, լավ։ Սար է։ Քաղաք Վանաձորից սար է Առաջին անգամ եմ 3016 անկեղծ ասած բարձրությամբ։ Դե ռադիո լսողն է գրել Կեցեն մեր բան իմաց ռադիոլսողները Բայց, շնորհակալ ենք։ Սիրելի ռադիո լսողներ, այդպես էլ չեք գրում Դավթաշենի կամուրջին ինչ իրավիճակ է։ Գրեք կամ զանգահարեք 553702 լուրերի թողարկումից անմիջապես հետո մենք միասին Ինչ թվում է պարալիզացված է բոլորը Դավթաշենի կանգնած կամուրջը լսում են պարալիզացված է, քանի որ այսօրվանից արդեն փակվում Դե է։ մենք Կիևի այս մասին ենք տեղակից խոսում։ հստակ տեղեկություն ունես, մենք ուզում ենք վարորդները, ովքեր այս պահին այնտեղ են, տեղի դեպքի Մենք վայրի Ես պատմեցինք խոստանում Հրազդանի եմ կիրճով ինչպես եկավ Այո, ես տեղ հասա։ խոստանում եմ մյուս թողարկմանը ռադիոլուրի մյուս մյուս թողարկումը մեր թողարկումներին։ ծրագրի ընթացքում չի Արմինե ջան մեզ շտապ Լավ, մի խանդով վերաբերվեք, մի բան էլ թողեք մենք ասենք։ Իրականում մենք ամեն ինչ այնպես համակարգված ենք անում ու Այո։ աշխատում, որ խնդիր չառաջանա եւ կրկնաբանություն էլ չլինի։ Արմենե Գևորգյանը մեզ հետ գալու է Տավուշ, Բերդ, բնականաբար այո, Բերդ, ինչպես կարող է բաց Վարդենիս։ թողել, հա, նմանություն։ Այո, մնացած բոլոր համերգներին ես եմ գալու։ Իմացակ, Ես ով է մենաշնորհել եմ այդ ներկայացրել։ համերգների լուսաբանում, իմացաք։ Այսպիսի բաներ։ Այո։ Դե ինչ, քեզ բարի եթեր, կարճատև գովազդային դադար ունենք, որից հետո կլսենք լուրերի ժամը 10-ի թողարկումը։
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ։ Դրանց պատճառները քաղաքական չեն, Ռոսսելխոզնadzորի գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտն է ասել։ Չեմ տեսել որևէ նախագահի, որն ասի, որ սահմանափակումները քաղաքականացված չեն, սակայն այս դեպքում խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մենք ունենք ընկերությունների հետ աշխատելու երկար պատմություն, լաբորատոր թեստերի արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ եւ հայտնաբերված խախտումներ։ Դանկվերտը ասել է, որ Հայաստանում շատ ֆերմերներ կան, սակայն բացակայում է արդյունավետ համագործակցությունը եւ ներքին վերահսկողությունը։ Արտադրանքը հավաքվում է հսկայական խմբականակներով, ինչն անհնար է դարձնում սահմանին յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ֆիզիկապես ստուգումը։ Ըստ նրա, վերահսկողությունը պետք է սկսվի արտադրության փուլից, այլ ոչ թե մաքսատանը։ Հիշեցնենք, մայիսի վերջին ընկերությունը արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից, ինչպես նաև սահմանափակումներ մտցրել թարմ լոլիկի, վարունգի, խոտաբույսերի եւ ելակի ներմուծման համար։ Սահմանափակվել է նաև բալի եւ խաղողի ներմուծումը, պահանջել են դադարեցնել Ռուսաստանի արտահանման համար նախատեսված կենթանի ձկան հավաստագրումը։ Սահմանափակումներ են մտցվել նաև խնձորի, տանձի, սմբուկի, կարտոֆիլի եւ չորացած մրգերի համար։ Այս ապրանքների տարանցումը ԵԱՏՄ երկրներ նույնպես արգելված է։ Այս միջոցառումները կգործեն մինչև բեռնափոխադրվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմ մշակվի։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փակ նիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունից հետո խախտել են երկրում գտնվելու 90-օրյա ժամկետն ու հայտնվել մուտքի արգելքի տակ։ Քննարկման արդյունքում որոշվել է այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր եւ հիմնավորեն զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։ Այդ դեպքում նրանց կրկին կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան եւ իրականացնել բեռնափոխադրումներ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի այսօր ժամը 15-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնենք, որ Զվարթնոց օդանավակայանում թույլ չտվեցին նրան մեկնել երկրից։ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունեն եւ որևէ գործով Քոչարյանը չի հարցաքննվել։ Հայաստան Դաշինքի անդամները ԵԱՀԿ-ին են ներկայացրել իրենց գնահատականները ընտրախախտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը։ Նա նշել է, որ ներկայացրել են իրենց մոտեցումներն ու գնահատականները խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախընտրական եւ հետընտրական զարգացումների եւ տեղ գտած մասսայական եւ փաստարկված ընտրախախտումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել ԿԸՀ-ի ամփոփիչ եզրակացությանը, հատկապես 3 ընտրատաղամասերի արդյունքների չեղարկմանը։ ԿԸՀ-ի որոշումը Դաշինքի կողմից գնահատվել է ոչ իրավաչափ, ժողովրդավարության սկզբունքներին դեմ, քանի որ տվյալ տեղամասերի արդյունքները չեղյալ համարելու զուգահեռ, չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարում է հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը։ Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները Հայաստան Դաշինքը վիճարկելու է սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու է նաև հանուն հանրապետության կուսակցությունը եւ վիճարկելու է ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական եւ հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։ Եվ անցնենք միջազգային լրահոսին։ Ֆրանսիայում կայացած մեծ յոթնյակի գագաթնաժողովում երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի եւ նավթի դեմ։ Նշվում է, որ հիմա հարմար պահն է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ Դոնալդ Թրամփը համաձայնագիր է կնքել Իրանի հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, որով անցնում են նավթի եւ գազի մեծ ծավալները։ Առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, խափանող սարքերի, հեռահար հրթիռների եւ այլ զենքի մատակարարումները։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ
Մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է Մոսկվայում հանդիպում անցկացնել Կրեմլի առաջարկից, նման ձևաչափն անվանելով խաղ, որին մտադիր չէ մասնակցել։ Ավելի վաղ Մոսկվայում հանդիպելու առաջարկը հնչեցրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել էր, որ Զելենսկին քաջատեղյակ է, թե կոնկրետ ինչի մասին պետք է ընթանա պատասխանատու եւ լուրջ քննարկումը եւ նրան հրավիրել էր Մոսկվա համապատասխան որոշումներ կայացնելու։ Եվ վերջում Հռոմի Պապ Լևոն 16-րդը բարձր է գնահատել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնագիրը, շնորհակալություն հայտնելով Տիրոջն այն բանի համար, որ երկու տերությունները մտադիր են ուրբաթ պաշտոնապես ձևակերպել իրենց համաձայնությունը։ Հռոմի Պապը հույս է հայտնել, որ գործարքը ընդմիշտ վերջ կդնի հակամարտությանը։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ I heard you calling on the megaphone. You wanna see me all alone. As legend has it, you are quite the pyro. You light the match to watch it blow. And if you'd never call for me, I might have drowned in the melancholy. I swore my loyalty to me, myself, and I. Right before you lit my sky up. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia, the eldest daughter of a nobleman. Ophelia lived in fantasy, but love was a cold bed full of scorpions. The venom stole her sanity. And if you'd never called for me, I might have lingered in purgatory. You wrap around me like a chain, a crown, a fire, pulling me into the fire. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia is locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. Locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the
Սուրճ առավոտից։ 19 րոպե Taylor Swift-ը բացեց մեր այս եթերաժամը, ողջունում ենք բոլորին եւ կրկին ասում ենք բարի լույս։ Եվս մեկ անգամ ողջունում ենք հարգելի ռադիոլսողներ, առաջարկում ենք իհարկե առավոտ շուտ սուրճ խմել, Լսել մեզ ստանալ եւ տեղեկացված լինել։ Իդեպ եթե խցանումների մեջ եք, ապա մեզ զանգահարեք կամ գրեք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, եւ մենք փորձենք հասկանալ թե ինչ է կատարվում, իսկ ինչ վերաբերում է խցանմանը եւ նյարդայնանալուն, ապա Խցանումային ինչ արդեն 8 է դարձել։ Դե պիտի շատանա, իսկ եթե դիտարկում ենք այն հատվածները, որոնք շրջացման հատվածներ են, որպեսզի կամուրջը շրջանցեն։ Գեր ծանրաբեռնված է այս բան Հրազդանի ձորը, ես տեսնում եմ նաև Պարոնյան փողոցը։ Այս բան, այսը։ Պատկերը սա է։ Եթե դուք հայտնվել եք խցանման մեջ, հարգելի ռադիոլսողներ եւ նյարդայնացել եք, ապա հիշեցրեք ինքներդ ձեզ, որ խցանումը ձեր վերահսկողությունից դուրս է։ Նյարդայնանալով ճանապարհը չի բացվելու։ Իսկ բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են երկար ու ձիգ, ուսումնասիրել են եւ եկել են մեկ կարևոր եզրահանգման։ Եթե առավոտյան եք խցանման մեջ, ապա պարտադիր լսեք սուրճ ու սեր առավոտից ծրագիրը եւ կշեղվեք ու չեք նյարդայնանա։ Ռեակցիա չտվեցիր այդ գովազդային փոքրիկ ակնարկից։ Ես հասկացա, որ դա օրինաչափ է։ Այո, դե պիտի հետաքրքիր ինչ-որ բաներով զբաղվել, կարող եք նայել կողքի մեքենաների մարդկանց, բայց այնպես նայեք, որ հետո վիճաբանություն չլինի։ Մեր հյուրասրահն այսօր բավականին առատ է Այո, հյուրերով, քիչ անց բացելու ենք հյուրասրահի դռները եւ ունենք մի քանի թեմաներ այսօր, որոնցով կկիսվենք ձեզ հետ, Այո. այսօր շարունակեք լսել մեզ։ Տիգեն Եղիազարյանը եւս մեզ ողջունում է on-line հարթակում։ When I dance, they call me Macarena, and the boys they say que soy buena. They all want me, they can't have me, so they all come and dance beside me. Move with me, chill with me, and if you good, I'll take you home with me. Move with me, chill with me, and if you good, I'll take you home with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. Now don't you worry about my boyfriend, the boy whose name is Vitorino. I don't want him, couldn't stand him, he was no good, so I Now come on, what was I supposed to do? He was out of town and his two friends were so fine. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Come and find me, my name is Macarena. Always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me, and all you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo va a dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo
Սուրճ ու սեր առավոտից։ 10:15 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ այո, խցանումներն այս պահին ծանրաբեռնված է քաղաքը, բայց ամենակարևորը, որ մեր հյուրերը ժամանակին Այո։ հասել են տեղ եւ արդեն մեր ստուդիայում են հարգելի ռադիոլսողներ, շատ կարևոր ու հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ որ ամենակարևորն է թեման է շատ կարևոր։ Մինչ կողջունենք մեր հյուրերին, տեղեկացնենք, որ հունիսի 23-ից 28-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձություն Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան։ Ակադեմիայի կազմակերպիչներն են Primavera Foundation բարեգործական հիմնադրամը, նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ տվագախումբը։ Այս տարի ակադեմիայում մասնակցության հայտ են ներկայացել ավելի քան 60 դիրիժոր աշխարհի 22 երկրից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել են միայն 6-ը։ Որքան խիստ է եղել ընտրությունը։ Մանրամասները ակնկալում ենք այս պահին բարձել մեր հյուրերից, տաղավարում է Primavera հիմնադրամի համահիմնադիր գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Նաև ուզում ենք ողջունել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանին, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ մեր ստուդիայում եք։ Սա Մենք ենք առաջինը չի, հիշեցինք, որ անցյալ տարի եւս մեզ մոտ ստուդիա եք եկել եւ պատմել կարևոր նախաձեռնությունների մասին։ Ավանդույթը շարունակում ենք, Այո։ կարելի է ասել։ Սկսենք այս տարվա նախաձեռնությունից եւ հասկանանք ինչով է այն առանձնահատուկ, եթե համեմատենք նախորդ տարիների հետ։ Давайте начнем говорить об этом проекте, уникальном проекте и вот что особенности, пожалуйста, подчеркните. Каковы особенности? Вы знаете, в Армению в последние годы приезжает большое число потрясающих музыкантов. Правда, честно. Ну, это мы Один концерт следует за другим, и просто глаза Мы тоже живем разбегаются. здесь, и об этом знаю. Спасибо за информацию. Между прочим, мы с вами об этом еще поговорим отдельно. Мы не против. Но я что хочу сказать про особенности в Вот. таких проектах. Это когда артист, большая звезда, признанный на международных сценах, приезжает регулярно. Ага. Он не делает из этого визита какой-то один заезд, как принято говорить у музыкантов, а он делает из этого долгосрочный план. То есть им все понравилось тут, и они все время Это хотят даже приезжать. больше, потому что когда вы большая звезда, когда вы даете больше 100 концертов в год, ваше расписание расписано на 2-3 года вперед полностью, и вы говорите, что я готов потратить свое время на то, чтобы приехать в Армению, а мы все, кто хоть раз рассказывал о Армении за границей, сталкивались с вопросом, где это? Где? Да? Բայց И- եկեք թարգմանենք նոր։ Այո, եկեք հայերեն մանրամասներ։ Եվ ես ընդհանուր առմամբ Այո, կտարկնեմ խոսքը եւ յուրահատկությունը ինչ է, որ իհարկե այսօր հատկապես Երևանը պակաս չունի մեծ անունների, հետաքրքիր արտիստների, որոնք գալիս են արտասահմանից, բայց այս նախագիծը առանձնանում է նրանով, որ սա շարունակական բնույթ է գրում եւ այդպիսի մեծ աստղ երկնակամարում երաշտական, այո, ինչպիսին որ Վասիլի Պետրենկոն է, ով 100-ից ավել համերգներ ունի տարվա մեջ, նախապես 3-4 տարի առաջ ծրագրած հետևողականորեն պարբերաբար գալիս է Հայաստան եւ իրականացնում է հերավար ծրագրեր, ինչպիսին որ այս ուսումնական ծրագիրն է, դա դրանով իսկ առանձնահատուկ է։ Ահա։ И дальше вы соглашаетесь учить, и люди со всего мира подают заявки, и предполагается, что они приедут в Армению только потому, что это вы проводите эту академию, вы проводите это учебное занятие. Хотят учиться у вас, неизвестно где. И если в первой заявке в 2024 году мы получили из 16 стран мира, Сегодня из 22. И выбрали только 6. И выбрали только 6. 6 стран мира будут представлены: Аргентина, Испания, США, Франция, Польша и Россия. Так, давайте поймем, о чем բայց թարգմանի նոր։ Այո։ Մենք մոռանում ենք։ Եվ այո, եւ բանը նրանումն է, որ մենք նշեցինք, որ շատ հաճախ դրսում, երբ խոսում ենք Հայաստանի մասին, առաջի հարցերից մեկը լինում է իսկ որտեղ է այն։ Եվ այստեղ Պետրենկոյի անունը մեծ նշանակություն ունի, որովհետեւ մարդիկ, երիտասարդ դիրիժորները գալիս են նրա մոտ ուսանելու եւ գալիս են այդ
կապ ուրեմն Բացահայտելու օղակով այ երկիրը գալիս են նաև- Հայաստան։ Այո։ Եվ այս տարի ինչպես նշեցիք 60 դիմորդ կար 22 երկրից, որից ընտրվեցին 6-ը եւ կաշխատեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մենք համակազմակերպիչ ենք այս ծրագրի եւ մայստրո Պետրենկոն արդեն ինքը նույնպես համերգ պիտի ունենա առանձին իր ղեկավարությամբ հունիսի 27-ին համերգ կլինի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իսկ 28-ին կլինի դիրիժորների ակադեմիայի գալա համերգը։ Եկեք ժամերն էլ ասենք, որովհետև այս տարի ինչ որ զգում ենք ժամային փոփոխություններ Այո, ժամը 7-ին, երեկոյան 7-ին եւ շատ հետաքրքիր ծրագիր է, թե առաջի օրը, թե երկրորդ։ Եկեք հասկանանք Պետրենկոյի մոտ ինչ են սովորելու, գալիս են ինչ սովորեն, ինչ Да. Дирижёрություն. Пожалуйста, объясните этот процесс. Поговорим как вот про происходит учебную программу. Вот чему будут учиться? Самое главное умение дирижера — это работать с оркестром. Работать с оркестром — это репетиция. Концерт — это 10% того, что Так. происходит в течение работы с оркестром. Поэтому каждый активный участник, вот эти 6 человек, которые выбраны, будут каждый день с 23 по 26 июня работать с Национальным филармоническим оркестром Армении по 20 минут. И после этого, при этом маэстро Петренко садится, вы не поверите, в оркестр среди музыкантов. И после каждой сессии в 20 минут он дает персональные консультации. Это мастер-класс, да, своего рода? Да, но представляете... индивидуальные. Да, но представляете масштаб этого мастер-класса, потому что это все происходит вместе с оркестром. На сцене при этом еще сидит 70 плюс музыкантов То есть профессиональных. практика вся. Дорогое удовольствие, да, Да. на самом деле? Но это и уникальное удовольствие. Вы работаете с одним из лучших оркестров Армении Да. под супервизингом, да, под присмотром одного из ведущих дирижеров. Но это еще не все. 28-го, и это важно, потому что это воркшоп, который маэстро Петренко будет давать в зале Арама Хачатуряна, и вход туда бесплатный для всех музыкантов, кто учится, работает и живет в Армении. Он будет рассказывать о дирижерском искусстве и дирижерской карьере за пределами работы с нотами. Студенты Вау. консерватории вперед. Да. Вот оно. Все приглашены. Եկեք հայրեն հաս- Այո, Այո, ամբողջ ուրեմն process-ը ինչով է նաև ունիկալ։ Դիրիժորի գործիքը նվագախումբն է եւ ամեն դիրիժորին չի երիտասարդ, սկսնակ դիրիժորին չի հաջողվում աշխատել նվագախմբի հետ։ Այս դեպքում նրանք աշխատելու են Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկի հետ ազգային ֆիլհարմոնիկի, թույլ տվեք ես ասեմ լավագույնի, այո, կանխակալ Կարող եք ինձ ասել։ կարելի է։ Կարող եք, չէ, Այո, ոչ միայն եւ- ձեզ կարելի է դա փաստ է վաղուց։ Եվ աշխարհի լավագույն դիրիժորներից մեկի ղեկավարությամբ Պետրենկոյի, այսինքն Ուզում հասկանալ բնական է երաժիշտները պետք է գան, բայց պետք է ստուգեն մուտքի մոտ, եթե մարդը երաժիշտ չի, պարզապես երաժշտասեր է, նրան թույլ կտան մտնել եւ Պատկերացրեք մենք այնքան սերտ կապ ունենք երաժիշտների հետ, հատկապես կոնսերվատորիայի հետ, որ մենք նրանց բոլորին գիտենք նույնիսկ Դեմքերով։ Չէ, այսինքն սովորական հանդիսատեսը չի կարող Օրինակ, գալ։ ես կամ լսել, կարող եմ կամ այո, լսել։ Այո, վստահաբար ձեզ Կարելի ոչ է։ ոք չի ասի, մերժի, Ասա այո։ ցույց տուր ուսանողական տոմս կոնսերվատորիա, եթե Չէ, ոչ միայն դա։ Որտե Լավ, եկեք դասախոսները, ուսանողները հրավիրվում են ամսի 20 կատորը վրի 28-ին կարծեմ, ժամը, այո։ workshop Воркшоп в час. Ժամը Նա- 1-ից է սկսում։ В час дня на Сколько будет сцене, длиться? 1,5 часа, на сцене зала Арама Хачатуряна, прямо на сцене. Ай. Приходите в главный зал. ժամը 1-ին У Петренко какие-то особенные дирижерские палочки? Կախարդական են, Это волшебные волшебные։ дирижерские палочки, да? Мне кажется, дирижеры, они все волшебники. Да. Там прям не до палочки, там вот просто от начала и до конца. Все ясно. այո, դիրիժորները բոլորը հրաշագործներ են իր կարծիքով Կարող եք այո, ճիշտ, այսպես հարց ունեմ, դիրիժորի հետ կապված ես միշտ նկատել եմ մի հետաքրքիր բան։ Հեշտ չի նվագախումբ ղեկավարել եւ եթե մի քիչ թուլություն ցուցաբերես, ապա նվագախումբը կարող է այսպես թուլանալ, հանգստանալ, չլսել եւ ի վերջո ամբողջը կազմվում է հենց դիրիժորի հզորության, կազմակերպվածության միջոցով։ Այսինքն դիրիժորը զուտ տեմպ չափ տվող չի, Այո։ այստեղ ամբողջությամբ իր ձեռքի տակ է նվագախմբի տրամադրությունը, ամեն ինչ։ Շարժիչ ուժն է, Այո, եւ իհարկե կարևորը բարձր պրոֆեսիոնալիզմն է, որովհետեւ այդտեղից բխում են մյուս
հեղինակությունը եւ հարգանքը դա անպայման որտեվ 80-ից ավելի երաժիշտներ բարձրագույն կրթությամբ մեծ փորձով նստած են եւ պետք է հետևեն այդ Մեկ մեկ մարդուն։ մարդուն Բայց ազգային ֆիլհարմոնիկ նագախումբ առաջին անգամ չէ որ աստղերի հետ է աշխատում։ Քանի նման հանդիպումներ եք ունեցել եւ ովքեր եկել հա ելույթ ունեցել ճանապարհել եք հետո եւ լավ տրամադրությամբ։ Մի խոսքով ամսի 28-ին workshop-ը ժամը 1-ին է Մեկին ժամ ու Խաչատրյան կես ուրեմն Արամ Խաչատրյան ամերիկացում ազատ է հրավիրում ենք բոլորին ինչպես նաև մուտքը ազատ է 28-ի գալա համերգի երեկոյան որ Ինչ է լինելու գալա համերգին։ երիտասարդ դիրիժորներն են ղեկավարելու այդ 6 երիտասարդ Այո, դիրիժորները այո։ քննության նման մի բան է հա Այո, Экзамен как-то 28-го гала концерт. Давайте вот про выпускной концерт. Выпускной концерт, 6 часов вечера, зал Арама Хачатуряна, свободный вход. Это идеальный концерт для тех, кто не ходит часто, не может сидеть долго, или для детей, которые непривычны. А потому что 6 дирижеров, каждый по 10 минут, оркестр, много людей на сцене, все время меняется, и очень известные сочинения. Это фактически Հրամաչելի ավելի, ճիշտ ենք հասկանում երաժշտությունը։ Պոպուլյար է, հարամաչ դա, չէ, այլ պրեզիդենտը։ հատվածներ են նվագելու, ասենք Կարծիք է։ Բեթհովենի, Մոցարտի, Բրամսի, Մենդելսոնի շատ հետաքրքիր ծրագիր Բախ եւ էլ է լավագույն հատվածները։ Բախ կա, թե Բախ չէ, չկա։ բախ չկա։ Բախը не будет, да? Այո, Не в этот раз. ամենահետաքրքիր հատվածները 10 րոպե տևողությամբ, այսինքն դա սիմֆոնիա չէ, որ գոնե Հետո 40 դաթարներ րոպե են պիտի լինելու, հա, նստեն։ փոքրիկ հանդիսատեսը Չէ, փոխում է, դիրիժորը դիրիժորը փոխում է, փոխում է, ոնց է լինելու։ հանդիսատեսը չի փոխում։ Միայն չի փոխում։ դիրիժորներն են փոխում։ Իմիջայլոց սա կարող ենք ասել, որ նմանատիպ այս համերգը, որը որոշակի առումով մասնակիցների համար քննության նման մի բան է, ավարտական, նաև հիանալի հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են դասական երաժշտությունը սկսեն հասկանալ, ընկալել ու սիրել, գալ այս համերգին, որովհետև սա հիանալի տարբերություն է, հնարավորություն է քիչ-քիչ ականջը ընտելացնելու դասական։ Մենք անդադար խոսում ենք, չէ, հեշտ ընկալելի չէ, պետք է քիչ-քիչ սովորեցնես, սա հիանալի հնարավորություն է։ Միանշանակ հիանալի հնարավորություն է եւ ինչպես Ելենա նշեց, երեխաները նույնպես դպրոցահասակ երեխաները կարող են նույնպես այցելել ծնողներս, երաժշտասերները եւ այդ օրը իրոք տոնական է լինելու, պատկերացրեք դիրիժորների հուզմունքը, էմոցիոնալ է շատ լինելու, այո։ Այդ 6 դիրիժորն էլ առաջին անգամ են Հայաստանում լինելու, թե Այո, все 6 дирижеров Впервые, впервые да, в будут Армении будут? А вот и нет. Нет? Один Да из что ж этих такое? 6 Так. в прошлом году Уже был? выиграл конкурс Хачатуряна. Вот И оно ему что. понравилась Армения. И он захотел продолжать учиться. У нас вообще уникальная ситуация. У нас 27-го можно послушать маэстро Петренко с Национальным филармоническим оркестром самого Да. и прикоснуться, так сказать, к высокому искусству. А 28-го послушать тех, кто у него учился предыдущую неделю. Как интересно получается. всё. Եվ մի հետաքրքիր բան է նշեմ 27-ի ուրեմն Պետրենկոյի եւ նվագախմբի համերգի հետ կապված շատ հետաքրքիր ծրագիր է հնչելու է Ռավելի Շեհիրեզադեն եւ Ռիմսկի Կորսկվի Շեհիրեզադեն Ինչու՞ է պայմանավորված այդ ստեղծագործությունների Ես կարծում եմ որ մայստրոն ընտրել է այսինքն ոնց ասեմ լեգենդների միահյուսում է այդ օրը եւ գիտենք Շեհրեզադը 1001 գիշերվա թեմատիկան է եւ ես ամեն դեպքում չեմ հիշում որ լսած լինեմ այստեղ Ռավելի Շեհրեզադեն Ինձ համար զարմանալի է ծանոթ է եւ գեղեցկագույն ստեղծագործություններ են եւ կա Բուզոնի Տուրանդոտ, որը նույնպես արևելի ասիական լեգենդից է։ Այսինքն, այո, շատ ունիկալ հետաքրքիր ծրագիր է։ Այսինքն ստեղծագործությունների բացահայտում է լինելու։ Այո, այո։ Ես առաջարկում կարճատև դաթար, որից հետո մենք դեռ կզրուցենք։ Սուրճ ու սեր առավոտից։
10-29-ը շատ կարճատև էր դա, թե Շատ դա ես չէի, ճացրեցինք շունչ քաշել։ Ես հասկացա, ես դու շունչ քաշեցի չգիտեի, որ դու եթերում, հա շունչ քաշեցի ու հայտնվեցինք եթերում կրկին հարգելի ռադիոլսողներ։ Ինձ թվում է առավել հետաքրքրությամբ պետք է ուշադրությամբ հետևեն մեր ռադիոլսողները, ովքեր սիրում են դասական երաժշտություն կամ մոտ են դասական երաժշտությանը, եւ այստեղ փոքրիկ հորդոր անենք մարզերում բնակվող մեր երաժշտական դպրոցների տնօրեններին, համայնքապետարանների ներկայացուցիչներին, որպեսզի երաժիշտ երեխաներին կարողանան ինչ որ կերպ կազմակերպել եւ բերել ամսի 28-ին բայց համերգին։ դահլիճը անսահման չէ, Կապ չունի, բայց դու հասկանում ես ինչ հիանալի հնարավորություն է մարզում բնակվող։ Կարող են օրինակ մարզերի տնօրենները եւ այլն ձեզ հետ կապ հաստատել եւ հասկանալ։ Միանշանակ APO.am կայքում կան բոլոր հեռախոսամարները, ազգային ֆիլհարմոնիկն եւ Primavera Foundation Farminia իրենց կայքում էլ բոլոր կոնտակտները հետադարձ կապի կա եւ կարող են կապ հաստատել, ինչպես նաեւ Facebook-յան էջերին գրել, մենք սիրով բոլորին կընթառաջենք։ Հատկապես որ մարզերում ունենք շատ աղանդավոր երեխաներ, որոնք շատ սիրում են դասական երաժշտությունը եւ սա իսկապես հիանալի հնարավորություն կլինի։ Թե ֆոնդը, թե ազգային ֆիլհարմոնիկը շատ սերտ կապի մեջ է մարզերի հետ, բազում ծրագրեր է հիմնադրամը իրականացնում, հիմա ժամանակ չի լինի դրանց մասին խոսել, մի ուրիշ առիթով։ Ուզում եմ նաև պարզել, որ այս դիրիժորական ակադեմիան նախագիծը շարունակություն ունենալու է, թե ոչ։ Да, будет продолжение академии. Мы очень надеемся в 2027 году. Каждый год, к сожалению, у маэстро Петренко просто нет физической возможности, у него нет просто слотов в расписании, и мы сейчас ведем переговоры про 2028 год. О, հիանալի է։ А предыдущая академия была в 2024. У него действительно жесткое расписание. Իսկ հետաքրքիր է ինչով է գրավել այս նախագիծը իրեն, որ սիրով համաձայնում է, որովհետև այդուհանդերձ պիտի լինեն ինչ որ բաղադրիչներ, որ նրան հետ կանչեն ու նա սիրով համաձայնի։ Մարդիկ են, չգիտեմ, էմոցիաներն են, օթում էներգետիկան է, չգիտեմ։ Вот особенно Вот что связало, да, маэстро с Арменией? Маэстро Петренко, а продолжить из года в год эту инициативу. Вы знаете, у маэстро своя история с Арменией, и она началась, когда он в 15 лет приехал сюда как студент, как подросток со своими родителями. И после этого никогда не был. Он учился в консерватории? Он учился в Санкт-Петербурге. А Он сюда учился приехал просто погулять? Как турист с погулять. родителями. И после этого прошло время, прошли годы, изменились страны, поменялся мир. И в 21 году маэстро Эдуард Топчан обратился с идеей, да, то есть он высказал идею, что было бы очень здорово пригласить маэстро Петренко, да, для выступления с Национальным филармоническим оркестром Армении. Я на тот момент представляла Мишу Майского, это легендарный виолончелист, и у меня был совместный проект, и я предложила маэстро Петренко как идею. И вы знаете, он согласился. Он приехал, Фантастика. он выступил. И после этого он согласился рассмотреть возможность не только поддерживать фонд как председатель артистического совета, но еще и сделать, попробовать, да, никто же сразу не соглашается, попробовать сделать Армению постоянным домом для его личного и персонального образовательного проекта. Ընդհանրացնելով ասեմ, որ մայստրո Պետրինգոյի կապը Հայաստանի հետ շատ վաղեմի է, դեռ իր 15 տարեկանից առաջի անգամ Հայաստանը եւ շատ ջերմ հիշողություններ ունի, ինքը բազմիցս արտահայտվել է, քանի որ 21 թվականին Ելենա Յակովլևային մայստրո Էդուարդ Թոփչյանի կողմից եղել է առաջարկություն հրավիրել Պետրենկոյին ելույթ ունենալու ֆիլհարմոնիկի հետ եւ այդպես սկսել է շարունակական կապը նվագախմբի հետ արդեն մայստրո Պետրենկոյի երրորդ անգամ պիտի ելույթ ունենա, իսկ իր ուրեմն կրթական ծրագրի այսպես ասած տունը դարձնելով Հայաստանը նա ուրեմն դասա նշանակում է որ ինքը շատ յուրահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը։ Ես երրորդ էլ, չորրորդ էլ, հինգերորդ էլ, վեցերորդ էլ։ Եվ նշենք որ այո մայստրո Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, ինքը մեծ հսկաների մոտ է Մուսին, Դիմիրկանով, Յենսեն MPC դիրիժորների մոտ է սովորել եւ այժմ նա արդեն տարիներ շարունակ հանդիսանում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի Եվ գալու է կիսվի իր գաղտնիքներով ղեկավար է գլխավոր։ Սա իսկապես դա մեր համար կարևոր իրադարձություն է, ինչ որ առումով նաև հաղթանակ,
որովհետև նման մեծությունը սիրահոժար պատրաստ է փորձով կիսվել եւ ժամանակ ծախսել Եվ սովորեցնելու։ առհասարակ, ինչպես նշեցիք, սա բավականին մեծ կազմակերպչական աշխատանք է եւ ֆինանսական թանկարժեք է ուրեմն եւ ասենք բացի այդ նվագախումբն էլ այդքան խիտ զբաղվածություն ունի եւ աշխարհում առհասարակ շատ քիչ են նման ակադեմիաներ դիրիժորական շատ քիչ են կարող ձեռքի վրա հաշվել Я бы сказала еще две вещи. Во-первых, такой проект невозможен без оркестра. И здесь Национальный филармонический оркестр – это потрясающий партнер. Находка. Это друг, это партнер, это и продюсерский отдел, и музыканты оркестра. Огромное им уважение и благодарность. А с другой стороны, когда мы проводим в Армении такого масштаба проекты, люди в мире начинают смотреть: в Армении? Почему в Армении? А где Армения? А как мы туда полетим? Это тянет туризм, это тянет международное признание, Конечно. это тянет В Армении не музыкальный только резонанс. Дженнифер Лопес летает, но и Петренко летает. Вот оно что. Регулярно. Реклама. Регулярно. Причем. Пожалуйста. Вот. Մենք Եվ հասկացանք։ կարող ենք ասել, որ նման գեղեցիկ միջոցառումները խթան կհանդիսանան եւ մարդկանց մոտ դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը կշատանա եւ իհարկե մեծ հնարավորություն է նաեւ ինչու ոչ ֆիլարմոնիկի երաժիշտներին կրկին հայտնվել բեմում մեծ դիրիժորի հետ, որովհետեւ սա եւս շատ կարեւոր փորձառություն է։ Միանշանակ այս տարբերակն էլ պիտի ասենք, այո, туриզմը խթանում են նմանատիպ գործողություններ եւս եւ մենք լիահույս ենք, որ կգա մինչ ժամանակ եւ այդ ժամանակը շուտ կգա, որ դրսում երբ ասեն Արմենիա չխառնեն որևէ այլ երկրի հետ։ Դե հիմա այլ այդպես չէ, ինչպես նախկինում։ Բայց այդուհանդերձ ինչ որ պահեր կան, որ հատկապես քաղաքական իրադարձությունների ֆոնի վրա։ Իհարկե։ Եվ շնորհակալություն ենք հայտնում ձեզ կարևոր տեղեկությունը մեզ ներկայացնելու համար եւ որ ամենակարևորն է մեծ նվիրումով նման աշխատանք կատարելու համար, որովհետեւ սա ջանք, եռանդ, ժամանակ ու ֆինանս է պահանջում։ Այո։ Բացի նրանից որ ակադեմիան անց է գացվում 23-ից 28 ներառյալ հունիսի հանդիսատեսի համար հետաքրքիր են երկու ուրեմն օրեր, դա 27 եւ 28-ն է, 27-ին ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի հետ համերգը մայստրո այո Պետրենկոյի ղեկավարությամբ, իսկ 28-ին մայստրո Պետրենկոյի սեմինարը դիրիժորական արվեստի մասին ժամը 13-ին է 13-ին Մուտքն ազատ է, այո մուտքն ազատ է եւ երեկոյան 7-ին համերգը երիտասարդ դիրիժոր 6 դիրիժորների ղեկավարությամբ, որի մուտքը նույնպես ազատ է։ Հրաշալի է։ Շնորհակալ ենք։ Մենք զրուցում էինք Primavera հիմնադրամի համահիմնադիր գործադիր տնօրեն Ելենա Յակովլևայի եւ Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալակյանի հետ։ Շնորհակալ ենք, սպասիբո։ Спасибо большое։ Շնորհակալություն։ Դες մենք շարունակում ենք սելերադելսողներ, մի փոխեկալիք մենք դեռ ունենք նորություններ ձեզ համար։ Oh, just the poison that I'm drawn to. It can be hard to tell the difference late at night. Play fair. Is that a compass in your nature? Or are you tricky 'cause I've been there? Baby, I don't need to learn my lesson twice. But if you really wanna go there, you should know I need someone to hold me close, deeper than I've ever known. Whose feels like a rodeo, knows just how to take control when I'm vulnerable. He's straight talking to me, so conversation over. Training season's over. I try to see my lovers in a good light. Don't wanna do it just to be nice. Don't wanna have to teach her how to love me right.
for someone to tell you to go. For someone to tell you to go. You should know I need someone to hold me close deeper than I've ever known. Close life feels like a rodeo, knows just how to take control when I'm vulnerable. He's straight talking to me, so conversation over. His training season's over. Սուրճ ու սեր առավոտից։ 11:41 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, շատ հագեցած զրույց էր, դինամիկ, շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ մեր հյուրերին եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում նաեւ ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Ղազար Գալոյանը մեզ ողջունում է, ասում է բարի լույս Հայաստան, բարի լույս հարգելի ռադիոլսողներ, իսկապես հաճելի է, երբ մենք իմանում ենք եւ տեղեկանում ենք, որ կարողացել ենք որևէ կերպ հաճելի տրամադրություն փոխանցել առավոտյան եւ օգտակար լինել, ինչու ոչ, այնպես որ մնացեք մեզ հետ, մենք դեռ եթերում ենք, մոտավորապես 20 րոպե կլինենք եթերում։ Դուք կհիշես, որ զրույցի ժամանակ ես հիշատակեցի Ջենիֆեր Լոպեսին։ Իհարկե կհիշեմ։ Ինչու։ Ինչու ախ, ինչու։ Չառաջացավ։ Չէ, ինչ որ պատահար է տեղի ունեցել։ Այո, եւ Վեհահարթակում։ Ջենիֆերը պատմել է անցյալ տարի ամռանը Ալմաթիում կայացած համերգի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին շատ Հիմա նոր պատմում է։ Հիմա նոր է պատմում, Մեկ տարի անց։ հյուր էին հրավիրել, արդեն լավ, շրջագայությունը հասկացա։ ավարտվել է։ Ինչ է տեղի ունեցել շոուի ժամանակ, ավելի հանգիստ պահերից մեկի ժամանակ նա իսպաներենով դանդաղ երգեր կատարում, երբ նկատել է հանդիսատեսի տարօրինակ արձագանքը։ Ինչու։ Մութ էր, միայն մեկ լուսարձակ էր փայլում ինձ վրա, ես երգում էի եւ հանկարծ հանդիսատեսը սկսեց Ինչ է գոռալ։ վերելից։ Ես տեսել եմ այդ։ Այո, իհարկե, մենք բոլորն էլ տեսել ենք։ Սովորաբար հանդիսատեսը արձագանքում է այս պահին, քանի որ երգը դանդաղ է, բայց չափազանց շատ գոռոցներ կային։ Հետո Նշել է երգչուհին։ Հիմա հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Սկզբում Ջենիֆերը չի հասկացել, թե ինչ է կատարում, սակայն շուտով նա զգացել է, որ ինչ որ բան սողում է իր պարանոցին։ Հիշեցի՞ր այդ կադրը։ Այս սարսափելի է։ Իմ պարանոցին հսկայական միջատ կար, ես փորձեցի անշարժ մնալ եւ ավարտել երգի վերջին տողը, ասել է Ջենիֆերը։ Հետագայում պարզվել է, որ չհրավիրված հյուրը ծղրիդ է եղել ընդամենը։ Բայց բավականին Լոպեսի մեծ խոսքով չափերով։ միջատը այնքան մեծ էր, որ Այո։ երբ թռավ դեպի լուսարձակը, այն նմանվեց փոքրիկ ուղղաթիռի։ Օ աստվածներ։ Դա խելագարություն էր, եթե ես անմիջապես հասկանայի, թե ինչ կար պարանոցիս վրա, հավանաբար կսկսեի գոռալ, խոստովանել է արտիստուհին, բայց նա այնքան տարված եղել իր երգի կատարմամբ, որ փաստորեն չի նկատել նույնիսկ այդ մինի ուղղաթիռը։ Դեպքը տեղի ունեցել Up All Night շրջագայության ժամանակ անսպասելի իրավիճակը, չնայած Լոպեսը պահպանել է իր հանգստությունը եւ շարունակել ելույթ ունենալ այդ պահի տեսանյութը ավելի ուշ ցնցել է սոցցանցերը։ Ես հիշում եմ այդ Ես էլ եմ տեսանյութը։ տեսել։ Իսկ դու քեզ հետ նմանատիպ ինչ որ դեպք պատահել է Մեզ հետ էլ եղել է, համերգում? երբ հեռուստա եթերում, արդեն գլխագիրը եթերում է եւ մնացել է մի քանի վայրկյան, որ պետք է ես ասեմ ողջույն, լուսարձակը պայթել է ինձ վրա եւ ռեժիսորը այսպես բարձրախոսով ասել է հանգիստ, ամեն ինչ նորմալ է, մտանք Դու եթեր։ վախեցել ես։ Ոչ իհարկե։ Ես էլ չեմ Ինչ վախեցել, անես։ լուսարձակը պայթել եւ Մանր, այո, լցվել են որում գլխից։ տակ։ Այստեղ փրկել են ինձ ի տարբերություն քեզ իմ գանգուրները, որ չի հասել գլխամաշկին գլխիս իրականում։ եւ ոչինչ Իսկ կարծես չի միջատների հետ կապված բարևեցին։ միջադեպ չի եղել քեզ հետ։ Միջատներ դե լինում են մեր տաղավարում, երբ դու սարսափած վերցնում ես թուղթը եւ սկսում ես լարել այդ միջատներին մեր։ Միջատ չի, դե տաղավարից։ ճանճ է, ես Դե ճանճերից ճանճ է, ֆոբիա դե ունեմ։ պատասխանում Իսկ ես։ ուղիղ եթերում, երբ լուրեր էի վարում եւ ամբողջությամբ կադրում էի, մի ճանճ, որը բավականին մեծ էր ու ծանր էր շարժվում։ Հա, ինձ էլ է Եվ եղել։ նրանից խուսանավել ուղակի հնարավոր չէր, գալիս է ուղիղ ճակատից, դանդաղ սկսում է իջնել, երբ հասավ արդեն շուրթերից, ստիպված նրան ձեռքով հրեցի, բայց դա սարսափելի էր, որովհետև իհարկե եթերը չի տուժել դրանից, բայց տուժել է իմ հուզական վիճակը Ինձ հետ կայուն։ էլ է եղել, երբ ուղիղ եթերում հեռուստատեսության աշխատում էի, հյուրերի հետ զրուցում եք, մեկ էլ տեսնում ես չհրավիրված մի հյուր հսկա մի մեծ ճանճ գալիս եւ այսպես սկսում է պատտվել, մեկ դեպի ինձ մոտ, դեպի հյուրեր եւ վերջում տեսնում եմ, որ ռեակցիա չկա, թողնում գնում է։ Թողնում են, բայց գնում են։ Ինձ մոտ է
այդպես չի եղել։ Ինչևէ, այո, նմանատիպ դեպքեր շատ են լինում, ամենակարևորը խոճապի չմատնվել եւ կարողանալ կառավարել հույզերը։ Խոճապը կլինի այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված կլինի։ Ջենիֆեր Լոպեսը կարող ենք Նայել է ասել այդպես արել, հերոսաբար այո։ դիմացել է եւ Ապրի կարողացել է աղջիկը։ փայլուն կատարել առաջադրանքը։ It seemed to be like the perfect thing for you and me. It's so ironic you're what I had pictured you to be. But there are facts in our lives we can never change. Just tell me that you understand and feel the same. This perfect romance that I've created in my mind. I'd live 1,000 lives, each one with you right by my side. But yet we find ourselves in a less than perfect circumstance. And so it seems like we'll never have the chance. Ain't it funny how some feelings you just can't deny? And you can't move on even though you try. Ain't it strange when you're feeling things you shouldn't feel? Oh, I wish this could be real. Ain't it funny how a moment could just change your life? And you don't wanna face what's wrong or right. Ain't it strange how we can play a part in the story of your heart? Sometimes I think that a true love can never be. I just believe that somehow it wasn't meant for me. Life can be cruel in a way that I can't explain. And I don't think that I could face it all again. I barely know you, but somehow I know what you're about. A deeper love I found in you, and I no longer doubt. You've touched my heart, and it altered every plan I made. And now I feel that I don't have to be afraid. Funny how some feelings you just can't deny. And you can't move on even though you try. Ain't it strange when you're feeling things you shouldn't feel? How I wish this could be real. Ain't it funny how a moment could just change your life? And you don't wanna face what's wrong or right. Ain't it strange how we can play a part in the story of your heart? I like the way my heart, but you just set it free. Emotions I felt held me back from what my life should be. I pushed you far away, and yet you stayed with me. I guess this means that you and me were meant to be. Ain't it funny how some feelings you just can't deny? And you can't move on even though you try. Ain't it strange when you're feeling things you shouldn't feel? Oh, I wish this could be real. Oh, yeah. Funny how a moment could just change your life. Oh, and you don't wanna face what's wrong or right. Ain't it strange how we can play a part in the story of your heart? Oh, yeah. Funny how some feelings you just can't deny. And you can't move on even though you try. Ain't it strange when you're feeling things you shouldn't feel? Baby, ain't it funny how a moment could just change. Կրակոտ միշտ երիտասարդ Ջենիֆեր Լոպեսն էր մեր եթերում, դες մենք շարունակում ենք եւ բնականաբար պետք է խոսենք ֆուտբոլից, որովհետեւ աշխարհը ապրում է ֆուտբոլով այս օրերին։ Աշխարհը 2026 թվականի առաջնության առաջին տուրի G խմբի մեկնարկային խաղում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսսուրի նահանգի Կանզաս քաղաքի Arrowhead մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի ընտրանու նկատմամբ հանդիպման գլխավոր հերոս դարձավ ելով իհարկե Լիոնել Իհարկե։ Մեսսին, որը մասնակցեց իր թիմի բոլոր գոլային գրողներին եւ դարձավ հիթ թրեքի հեղինակ։
Արգենտինացիների ավագը հաշիվը բացեց 17-րդ րոպեին, իսկ 60-րդ րոպեին կրկնապատկեց են։ 76-րդ րոպեին Նիկո Գոնսալեսի փոխանցումից հետո Մեսին խփեց իր երրորդ գնդակը, ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։ Այս հանդիպումը պատմական նշանակություն ունեցավ լեգենդար ֆուտբոլիստի համար, սա Մեսիի առաջին հիթ-տրեքն էր աշխարհի առաջնություններում, որի շնորհիվ նա իր գոլերի քանակը հասցրեց 16-ի, հավասարվելով մունդիալների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու գերմանացի Կլոզեին։ Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը արդեն հունիսի 22-ին կմրցի Ավստրիայի, իսկ Ալժիրը հունիսի 23-ին կհանդիպի Հորդանանի ընտրանու հետ։ Դե ինչ, շարունակենք ներկայացնել մարզական լուրերը, իհարկե խոսքը վերաբերում է ֆուտբոլին, որովհետև այս շրջանում միայն խոսում են ֆուտբոլի մասին եւ այսպես աշխարհի գավաթի Ավստրիա-Հորդանան առաջին խաղում Մարկո Արնաուտովիչը սկզբում նույնիսկ մեկնարկային կազմում չէր, մարզիչը նրան պահեստայինների նստարանին էր թողել, բայց երկրորդ խաղակեսում դաշտ մտնելուց հետո հենց նա դարձավ հանդիպման ամենակննարկվող դեմքերից մեկը, ինչ է տեղի ունեցել, սկզբում գոլ է խփում, սակայն վառը չեղարկում է այն։ Քիչ անց նրա մասնակցությամբ դրվագից գրանցվում է ինքնագոլ։ Այո, պատկերացնում եք եւ սոցիալական ցանցերում սկսում են կատակել, թե ամեն ինչ արվում է, որ Արնաուտովիչի գոլը չհաշվվի։ Վերջապես ավելացված ժամանակում նա իրականացնում է 11 մետրանոցը եւ ձևակերպում, այսպես ասած, Ավստրիայի 3-1 հաղթանակը։ Հետաքրքիրն այն է, որ խաղից հետո երկրպագուները գրում էին, որ Արնաուտովիչը հասցրել է ունենալ չեղարկված գոլ, ինքնագոլի մասնակցություն եւ վերջում սեփական գոլ, իսկական դրամատիկ սցենարում։ Այո, հենց այդպես էլ եղել է։ Եվ եւս մեկ հետաքրքիր մի բան, որ կուզեի ներկայացնել ձեր ուշադրությունը, փորձում եմ գտնել այդ տարբերակը, այստեղ հետևորդների թվին է վերաբերում։ Հետաքրքիր է, որ աշխարհի առաջնության ընթացքում հետևորդների կտրուկ աճի ամենահայտնի դեպքերից մեկը եղել է Կաբո Վերդեի դարպասապա Ոզինյայինը, նա մոտ 50,000 հետևորդից հասել է միլիոնների ընդամենը մեկ օրվա ընթացքում Իսպանիայի դեմ փայլուն խաղից հետո։ Եվս մեկ խաղի անդրադառնանք, Նորվեգիայի հավաքականը 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել նաև Իրաքի ընտրանու նկատմամբ։ Դե ինչ, աշխարհի գավաթը շարունակվում է, մինչև հուլիսի 19-ը դեռ ապրելու ենք ֆուտբոլային շնչով։ Իսկ մենք այսօրվա համար ձեզ հրաժեշտ ենք տալիս, հարգելի ռադիո լսողներ, մաղթում ենք հաջող օր չնիարդայնանալ այն իրավիճակներից, որոնք ձեր ձեռքում չեն, փորձեք ժպիտով դիմավորել ցանկացած խնդիր եւ լուծել դրանք։ Հունիսի 17-ի առավոտը ձեզ հետ միասին անցկացրեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, բայց վաղն առավոտյան կրկին ասելու ենք բարի լույս։ You're
Thank